Ողջույն, ես գտնվում եմ ամառային հանգստի մեջ եւ իմ կանացի պարտականությունները կատարելու ժամն էր, պետք է ճաշ պատրաստեի եւ իմ պատրաստվելիք ճաշը մոտս ասոցիացիաներ առաջացրեցին նոր ձևավորվելիք ազգային ժողովի հետ։ Պետք է պատրաստեի եղինջով ապուր եւ երբ մոտեցա եղինջին, սկսեցի նմանեցնել այդ ապուրը նոր գումարվող ազգային ժողովին։ Հիմա միասին կպատրաստենք եղինջով ապուրը, ինչպես նաև նշեմ, որ այս տեսանյութը, եթե ցանկություն կառաջանա ինչ-որ մարդկանց մոտ նույնատիպ տեսանյութեր պատրաստելու, ես էստաֆետ կփոխանցեմ իմ Facebook-յան ընկերներից մեկին, եթե օրվա ճաշն եք պատրաստում եւ ասոցացնում եք այդ ուտեստը որևէ քաղաքական երևույթի, իրավիճակի հետ, ապա կարող եք շարունակել եւ դուք էլ ներկայացնել, թե ինչ եք պատրաստում, կարծում եմ այս ամառային շրջանում բավականին հետաքրքիր կլինի, ինչպես նաև խոսեք, թե ինչու եք ասոցացնում ձեր այդ ճաշատեսակը որևէ քաղաքական երևույթի հետ։ Դե ինչ սկսեցինք։ Հիմա քաղելու ենք եղինջը, տեսեք ինչ գեղեցիկ փունջ է եղինջի աճած, որը շատ նման է մեր իշխանությանը, առաջին հայացքից ծակող է, բայց ճիշտ մոտեցման դեպքում կարող է դառնալ բավականին օգտակար բույս։ Հիմա տեսնենք ինչ ունենք այստեղ, ունենք աղացած ձավար, որը մեր ընդդիմությունն է, ինչու, որովհետև առաջին հայացքից մեզ թվում է, թե ազգային ժողովում տարբեր ուժեր են, բայց եթե ավելի խորն ենք ուսումնասիրում, հասկանում ենք, որ այդ բոլոր ուժերը որևէ գաղափարախոսություն, որևէ նպատակ որպես այդպիսին չունեն եւ ոչ միայն չեն տարբերվում, այլ նույնիսկ ամբողջական չեն, այսինքն աղացած ձավարի նման են, չունեն ամբողջականություն, ինքնուրույնություն եւ էական տարբերություններ մեկը մյուսից։ Հաջորդը, մեր հաջորդ բաղադրիչը եղինջն է, որը արդեն քաղեցինք, ահա մեր քաղած եղինջը։ Հիմա վնասազերծում ենք եղինջը, նախ լվանում ենք, մի լավ ճմռում ենք այս եղինջին, որը այս պահին մեզ մոտ ասոցացվում է իշխանության հետ, լավ ճմռում ենք։ Հիմա տերևներն ենք առանձնացնում մեր արդեն չծակող եղինջից, ամեն դեպքում ձեռնոցները շարունակում ենք հագած մնալ, որովհետև կարող է ինչ-որ փշեր լինեն, որոնք դեռ կծակեն։ Տեսեք, յուրաքանչյուր առհասարակ մարդ, կազմակերպություն, յուրաքանչյուր իրավիճակ այս կյանքում կարելի է վերածել թե դրականի, թե բացասականի, ճիշտ մոտեցման պարագայում։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի մենք նախ ինֆորմացված լինենք, իմանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ իրավիճակը, այդ ապրանքը, բույսը, որի հետ մենք պատրաստվում ենք աշխատել, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ մեթոդով եւ ինչ ձևով պետք է աշխատենք, որ ոչ միայն վնասազերծենք, այլ նաեւ բացասականը դարձնենք դրական, այսպես ասած։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մի կողմ թողնել այն թշնամական մոտեցումը, որը ունենք միմյանց նկատմամբ, խոսքս քաղաքական ուժերի աջակիցների, հետևորդների մասին է, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ միասնական պետք է կարողանանք վնասազերծել բոլոր ծակող քաղաքական ուժերին առաջին հայացքից ծակող թվացող եւ դարձնել դրանց օգտակար իշահ մեր պետության, ինչը հնարավոր է։ Ես արդեն այս եղինջի տերևները առանձնացրեցի, վնասազերծեցի եւ դարձրեցի պիտանի ուտելու համար։ Հիմա անցնենք մյուս հատվածին։ Հիմա սոխն ենք կտրատում, իդեպ սոխառածը բոլոր ճաշատեսակների հիմքն է, հիմնականում բոլոր համեղ ճաշատեսակները հենց սոխառածով են պատրաստվում։ Մեր նոր ձևավորվելիք ազգային ժողովում սոխը կարող ենք ասոցացնել ընտրողների հետ, որովհետև առանց իրենց չէին կարող մեր կտրտած ձավարը եւ եղինջը, իշխանությունն ու ընդդիմությունը հայտնվել ազգային ժողովում, բոլորիս պատմել, թե ինչ հետաքրքիր գործունեություն են ծավալելու, ինչպես են պայքարելու, բայց արդյունքում ուղղակի 5 տարի զբաղվելու են ոչինչ չանելով, ինչպես որ եղավ նախորդ ընտրությունների ժամանակ։ Սոխը կտրատեցի, հիմա եկեք գնանք պատրաստենք սոխառածը։ Հիմա պատրաստում ենք սոխառածը, վերցնում ենք կարագը, լցնում ենք։ Կարագը այս ապուրի մեջ կարելի է համարել պետական բյուջեն, այսինքն պետական բյուջեի շնորհիվ է, որ ազգային ժողովը գործունեություն է կարողանում ծավալել, ստանալով պատգամավորները, ստանալով բավականին լուրջ պարգևավճարներ, աշխատավարձ, իրենց ծախսերի համար բավականին լուրջ գումարներ,
Ճիշտ է, նույն ընդդիմությունը նշում է, թե իրենց աշխատավարձ պետք չէ, իրենք կարող են առանց աշխատավարձի էլ աշխատել որպես падգամավոր, բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ եթե աշխատավարձ չեն ստանում, այն ծախսերը, որոնք կատարվում են ազգային ժողովի պահպանման համար, աշխատակազմի, շենքի եւ այլնի, բավականին խոշոր են, եւ եթե ազգային ժողովի գործունեությունը նպաստավոր չի Հայաստանի Հանրապետության համար, այսինքն ինչով ենք մենք դա չափում, օրինակ վերջին գումարման ազգային ժողովի ընդունած օրենքների մեծ մասը հեղինակած էր կառավարության կողմից։ Փաստացի ստացվում է, որ падգամավորները օրենսդրական նախաձեռնություններով շատ քիչ են հանդես գալիս եւ իրենց բուն գործառույթը, որը հասարակության, ժողովրդի հետ շփվելն է, նրանց խնդիրները բարձրաձայնելն է, ի նպաստ հասարակության տարբեր ոլորտների վերաբերող օրենքների առաջարկումն է եւ դրանց առաջմղումը, վերջնարդյունքում հասնելով դրանց ընդունման, ազգային ժողովի падգամավորները հիմնականում զբաղված են կառավարության կողմից բերած օրենսդրական նախաձեռնությունները, փոփոխությունները հաստատելով։ Մեր կարագը արդեն հալվեց, այնքան ինչքան որ պետք է։ Հիմա լցնում ենք սոխը։ Ես շատ եմ կարևորում ուտելիքը, ոչ թե այն իմաստով, որ զուտ ուտելու, այլ ինձ համար շատ մեծ նշանակություն ունի ուտելու մշակույթը։ Ինչպես ենք պատրաստում, ինչպես ենք ճաշակում, ինչու, որովհետև տեսեք, շատ հետաքրքիր բան, աշխարհի շատ տարբեր երկրներում եւ գրեթե բոլոր ժամանակահատվածներում ուտելիքը մեծ նշանակություն է ունեցել նույն քաղաքական հարցերի կարգավորման, բանակցությունների համար։ Հին թվերից ի վեր մինչ օրս ի դեպ կազմակերպվում են ընթրիքներ, առավոտյան նախաճաշեր, որի շուրջ մարդիկ խոսում են, քննարկում են եւ գտնում են լուծումներ շատ բարդ հարցերի։ Ուտելիքը միավորում է մարդկանց, ուտելիքը ստեղծում է համատեղ որևէ գործունեություն իրականացնելու համար շատ լավ պայմաններ։ Հետևաբար ես շատ մեծ նշանակություն եմ տալիս ուտելիքի ոչ միայն տեսակին, այլ նաև պատրաստման ձևին եւ ուտելու մշակույթին։ Այս փուլում ավելացնում ենք աղը եւ կարմիր բիբարը։ Ես համեմունքները ավելացնելուց չեմ սիրում ձեռնոցներ օգտագործել։ Իմ կարծիքով առանց ձեռնոցների ավելի համեղ է ստացվում ուտելիքը։ Քամին մի քիչ քշեց կարմիր բիբարը, բայց դե ոչինչ։ Հիմա ավելացնում ենք ջուրը։ Մեր նոր ձևավորվող ազգային ժողովում ջուրը կարող ենք համարել ազգային ժողովի աշխատակազմը, որը շատ մեծ նշանակություն ունի այս ազգային ժողովի գործունեության վրա, բայց միևնույն ժամանակ որևէ ազդեցություն չունի քաղաքական որոշումների մասով, եւ ավելացնում ենք մեր ընդդիմությանը, այս ծեծած զավարներին։ Ավելացնում ենք, նախ մի հատ խառնում ենք, ավելացնում ենք արդեն վնասազերծված իշխանությանը, տեսեք, առանց ձեռնոցների կարողանում եմ այլևս կպնել, եւ այն ծակող, վախենալու բույսը դարձավ շատ օգտակար, անգամ կպնելուն հաճելի բույս։ Ավելացրեցինք եղինջը, գթալով մի փոքր ջրի մեջ ենք հրում եւ փակում ենք մեր ապուրի բերանը, թողնում ենք, որպեսզի եփվի։ Մեր եղինջով ապուրը հիմա եփվում է, պետք է թողնենք 15-ից 20 րոպե։ Մեր ճաշը արդեն պատրաստ է, եղինջով ապուրը, եւ ես հյուրասիրելու եմ մեր նոր սերնդի, մատաղ սերնդի ներկայացուցիչներին, այսպես ասած, ում հետ ես բավականին մեծ հույսեր եմ կապում եւ վստահում եմ ի դեպ ավելի շատ հենց իրենց։ Հիմա կհյուրասիրենք, որպեսզի տեսնենք, թե ինչ կարծիք ունեն մեր եղինջով ապուրի մասին։ Լցնենք առաջինը Ջուլիային, ով մեզ օգնեց նկարահանման ամբողջ ընթացքում։
Սա Ջուլիային։ Տեսեք, այս ապուրը ինչն է հետաքրքիր, որ գալիս է միայն եղինջի համ։ Հա, այսինքն տպավորություն է, թե մեջը այլ բաղադրիչ էլ կա, ձավարը, բայց մենք զգում ենք միայն եղինջի այս դեպքում իշխանության համը։ Ռաֆայելին էլ ինչ հյուրասիրենք, եղինջով ապուր չենք կարող հյուրասիրել դեռ։ Ջուլիա, համովա։ Դավիթ, դու ինչ կասես։ Շատ համեղ է, իսկապես շատ համեղ է։ Այսօր այսքանը, հիմա գնամ արդեն Ռաֆայելին ուտելիք պատրաստեմ։ Լավ եղեք, հրապարակեք դուք էլ ձեր տեսանյութերը, ձեր ճաշատեսակները, որոնք ասոցացնում եք տարբեր քաղաքական իրավիճակների հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։ Stay tuned։